Պրոբացիոն ծառայության փորձարարական ծրագրերը Երևանում և Վանաձորում ճիշտ է արդեն 20 օր է մեկնարկել են և առաջի 20 օրվա ընթացքում նախ մենք փորձել ենք այդ փորձարարական ծրագրերի ներգրաված բոլոր աշխատակիցներին շարունակական վերապատրաստում ապահովել, այսինքն այս ամբողջ ընթացքում բացի փորձարարական տեղամասերի աշխատակիցներից այնտեղ աշխատում են նաև մեր միջազգային փորձագետները, միջազգային էքսպերտները, բացի դրանից ներկայումս մենք տիպային փաստաթղթերի ձևեր ենք մշակում, ռիսկերի, մասնավորապես դատապարտված անձանց ռիսկերի գնահատման և վարքագծի գնահատման համապատասխան գործիքներ ենք մշակում և փորձում ներդրել հենց փորձարարական տեղամասերում, տեղեկացնեմ, որ մոտակա օրերին պլանավորել ենք նաև փորձարարական տեղամասերի ղեկավարներին և պիլոտային ծրագրի ղեկավարին, ինչպես նաև նախարարության պատասխանատուին գործ ուղղել Վրաստան, այնտեղ արդեն մեր այստեղի աշխատակիցները կծանոթանան պրակտիկ, թե ոնց է արդեն ամբողջական պրոբացիայի ծառայությունը աշխատում Վրաստանում և փորձում ենք այս ժամանակահատվածում հնարավորինս մեր փորձարարական տեղամասերը զինել համապատասխան գործիքներով, համապատասխան գիտելիքներով, համապատասխան փաստաթղթային ձևերով։ Իհարկե առանց օրենսդրական կարգավորումների դժվար է աշխատել, դրա համար մենք փորձարարական տեղամասերում շեշտը դրել ենք այն գործառույթների վրա, որոնք կարելի է անել գործող օրենսդրության շրջանակներում կամ առանց հատուկ կարգավորման։ Մասնավորապես, եթե մենք խոսում ենք համագործակցության մասին այլ պետական մարմինների հետ, տեղեկացնեմ, որ մենք խնդրել ենք բոլոր մեր գործընկեր նախարարություններին, դա աշխատանքի սոցիալական հարցերի, առողջապահության, երիտասարդության հարցերի և սպորտի, ոստիկանության համապատասխան աշխատակիցներ առանձնացնել, որոնք կօգնեն մեզ պիլոտային տեղամասերում և եթե մենք խոսում ենք վերասոցիալականացման մասին, դատապարտված անձանց համար որոշակի վերասոցիալականացման, կրթական, մշակութային միջոցառումների կազմակերպման մասին մենք այստեղ որևէ լրացուցիչ օրենսդրական կարգավորման կարիք չունենք։ Միևնույն ժամանակ մենք մշակում ենք համապատասխան օրենսդրական փաթեթը և նաև համապատասխան կարգավորումները էլեկտրոնային մոնիտորինգի իրականացման համար, որտեղ ինչպես գիտեք, պլանավորում ենք սեպտեմբեր ամսից, որ փորձարարական տեղամասերը նույն փորձարարական եղանակով էլեկտրոնային մոնիտորինգի սարքերը և մեթոդները կկիրառեն, կփորձեն կիրառել և որպեսզի վերջնական ներդրման փուլում, երբ որ որոշում ընդունվի, որ ծառայությունը վերջնականապես ընդունվում է և օրենսդրական փաթեթները ընդունվեն, մենք կարողանանք ունենանք ամբողջական օրենսդրություն և փորձարկված համակարգ, որպեսզի ծառայությունը բնականոն ձևով աշխատի և իր առջև դրված նպատակներին հասնի և խնդիրները լուծի։ Քաղաքացիական ծառայություն է լինելու, թե հատուկ ծառայություն է լինելու, մենք նախատեսել ենք հայեցակարգով, որ զինվորական ծառայություն չի լինելու, այսինքն նախատեսում ենք, որ հատուկ համազգեստ չեն կրելու, հատուկ ուսադիրներ չեն կրելու, բայց այդուհանդերձ իրենք ունենալու են համապատասխան հատուկ ծառայությանը բնորոշ դասային աստիճաններ տվյալ անձինք, որովհետև մեր պլանավորում ենք, որ առնվազն ծառայության 1/3-ից մինչև կեսը մենք տեղափոխման կարգով կնշանակենք գործող այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումից, մնացած մասը ծառայության կներգրավենք հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, որոնք կօգնեն և կհամալրեն այդ ծառայությունը և կապահովեն միջազգայինորեն սահմանված չափանիշներին համապատասխան այդ ծառայության գործունեությունը։ Ներկայումս էլ բավականաչափ լուրջ քննարկումներ են տեղի ունենում, իհարկե մարդիկ, որոնք որ տասնյակ տարիներ կրել են համազգեստ, որոշակի դժվարություններ կառաջացնեն, բայց մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի օրենսդրական կարգավորումներով նրանց սոցիալական երաշխիքները պահպանենք առնվազն նույն մակարդակին, ինչ որ ունեն քրեակատարողական ծառայողները։ Այն անձինք, որոնք որ այլընտրանքային պատիժներ են կրում կամ համապատասխան վերահսկողության ներքո են, արդեն փորձարարական տեղամասերում մեր մասնագետները փորձում են իրենց հետ նոր ձևերով, նոր մեթոդներով աշխատել, երբ որ մենք մեկնարկեցին այդ փորձարարական տեղամասերը, մենք ասացինք, որ առաջին 1-2 շաբաթում էական տեսանելի չեն լինի այդ արդյունքները, որովհետև մարդը այցելելու է նույն հիմնարկ, բայց ժամանակի ընթացքում, երբ որ մենք նոր մեթոդներ կիրառենք, շփման նոր մեթոդներ, վերասոցիալականացման նոր եղանակներ, այդ պարագայում իհարկե տեսանելի կլինեն նաև այն անձանց, որոնք պրոբացիայի ծառայության հսկողության տակ են։ Այո, արդեն կան անձինք, որոնք աշխատում են ապագա պրոբացիան ծառայողների հսկողության ներքո, իսկ գործում իրավաբանորեն
իրավաբանորեն դրանք դեռևս քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման հսկողության տակ են։ Ես հստակ թիվը կարծում եմ մեր այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը կհայտնի, թե վերջին 20 օրվա ընթացքում քանի անձ է հսկողության տակ անցել, բայց այդուհանդերձ ասեմ, որ մենք փորձում ենք նաև ստեղծել էլեկտրոնային կառավարման համակարգ, որը որ հնարավորություն կտա թե քրեակատարողական ծառայողներին, թե պրոբացիոն ծառայողներին հստակ հաշվառում վարել եւ տեղեկատվությունը տվյալ անձանց վարքագծի հետ կապված ամենօրյա ռեժիմում մուտքագրել համակարգ։